Առաջին ալիքի նոր եթերաշրջանում գարնանային առավոտներից բացի դուք կարող եք վայելել նաև երեկոներ, ջերմ ու ուրախ երեկոներ Հրաչի Ութմասյանի հետ։ Բարի լույս Հրաչուհի։ Բարի լույս։ Ինչ երեկոներ են մեզ սպասվում առաջին ալիքի գա։ Դե արդեն դու ինքդ ասացի, շատ ջերմ, շատ ուրախ, ինչ որ առումով երաժշտական, ուզում ենք մաքսիմալ շատ դրական լիցք փոխանցել մեր հեռուստադիտողին։ Իսկ ինչ իրադարձություններ են հայտնվելու ձեր ուշադրության կենտրոնում, ինչ թեմաներով են լինելու երեկոները։ Շատ հետաքրքրասերն եք, հա, դուք առավոտը միշտ։ Շատ փակագծեր իհարկե բացել չենք կարող, բայց թեմաներ, որոնք մեր առօրյայի մի մասն են կազմում եւ վստահ եմ, որ շատ հետաքրքիր է լինելու ինչ որ առումով բացել վարակույր եւ հասկանալ, թե այդ իրադարձությունների պատմությունն ինչպիսին է եղել կամ թե աշխատանքային process-ները, օրինակ։ Հրաչի հաղորդումները միշտ խորքային բովանդակություն են ունեցել, բայց հետաքրքիր է, որ քո հետաքրքրությունները արևմտյան մեդիայի առումով մի քիչ ավելի թեթև, ուրախ տրամադրության մասին են ու հիմա էլ երևի թե աշխարհը շարժվում է հեռուստադիտողներին այդ ջերմ ու կարևոր ու պոզիտիվ լիցքերը փոխանցելու միտումով, այս ամենը հաշվի է առնվելու։ Ընդհանրապես առաջին ալիքում է այդ ամենը միշտ հաշվի առնվում եւ այս պարագայում էլ չեմ կարող ասել, որ ձևաչափը նոր է, բայց այո, փորձում ենք նաեւ հետեւել արևմտյան միտումներին եւ ինչ որ առումով այդ շունչը փորձել բերել նաեւ մեր եթեր։ Վստահ եմ, որ նախապատրաստական աշխատանքները արդեն մեկնարկել են ու հետաքրքիր է ինչ փուլում եք, ինչ դժվարություններ կան, որովհետեւ վստահ եմ, որ եթերաշրջանից առաջ շատ բան կա անել։ Առհասարակ նոր նախագծին պատրաստվելիս միշտ ես շատ հուզվում եմ, ինչքան էլ գուցե շատերի համար տարօրինակ թվա դա, բայց ինձ թվում է հենց դա էլ բնական է եւ պիտի լինի, որովհետեւ նոր նախագիծ ենք հրամցնելու հեռուստադիտողին եւ միշտ կա այդ անհանգստությունը, ինչպես կընդունվի, կստացվի մեզ մոտ, թե չի ստացվի։ Հիմա այդ նախապատրաստական process-ների մեջ ենք եւ ինձ համար շատ առանձնահատուկ նաեւ թիմ է հավաքված, անուններ էս պահին չեմ տալու, որ հանկարծ որևէ մեկին բաց չթողնեմ, բայց վստահ եմ, որ էլի ձեր տաղավարում առիթ լինելու է այդ ամենի մասին խոսելու։ Վստահ եմ քեզ էլ է ծանոթ այդ process-ը, որ կարծես այդ խմորի հունցման process-ի մեջ ենք անընդհատ, գրել, ջնջելու, նկարել, հանելու, փոխելու, մշակելու, տեղերով փոխելու, ինչը երբեմն շատ ավելի հետաքրքիր է լինում, քան հետո հիմնական process-ը։ Երևի հետաքրքիր բառն էլ սխալ օգտագործեցի այս իմաստով, բայց մարտահրավերներով լինի։ Այո, ես այդ ընթացքը ավելի շատ եմ սիրում, քան արդեն երբ որ ամեն ինչ գծված է ու կարծես գիտես ինչից հետո պիտի անես։ Դու մեր տաղավար գալու մասին խոսեցիր, իսկ մենք օրինակ առիթներ կունենանք լինելու նոր նախագծի տաղավարում, թե ոչ։ Ինչ իմանաս, ես կարծում եմ, որ երևի թե գուցե ով իմանա։ Դե լավ։ Ուրեմն կապրենք կտեսնենք ինչպես ժամանակին ասում են այս այն նույն ձևաչափը, որում դու եւս ներկա ես։ Լավ, իսկ վերջում կասես քո դիտարկմամբ ինչ սպասի առաջին ալիքի հեռուստադիտողը գարնանային եթերաշրջանից։ Սպասի շատ սիրված դեմքերի, ժպիտներին առաջին ալիքի եթերում, լավ լուրերին, դրական լիցքերին։ Մենք էլ սպասում ենք, որ իրենք իհարկե միշտ մնալու են առաջինի հետ։ Դրական լիցքերը շատ սիրեցի ու կարևորն այն է, որ մենք դրական լիցքերը առավոտից սկսում ենք ու հիմա դրանք նաև լինելու են երեկոյան։ Միշտ եթերաշամ։ Մեզ բոլորիս բարի եթեր, բոլորիս։ Եվ քանի որ այսօր մարտի 7-ը նաև շնորհավորում եմ քեզ այս կարևոր առիթով եւ բախտում եմ, որ քո կալացիությունը միշտ փայլի առաջին ալիքի եթերում։ Դու գիտես, որ ես այսօր այդքան էլ շատ չեմ սիրում, բայց քանի որ 8 կա, ուրեմն ինչ խոսք, շնորհակալ եմ։ Դե վերջ։ Իսկ մենք շարժվում ենք առաջ։